թեյ փոխարեն հաճախ եւն են փորձում դնել, իհարկե անհամատեղելին երբեմն չես համատեղելի, բայց ես ընտեսակետի կողմնակից եմ, որ եթե հնարավոր է համադրել, պետք է համադրել, այլ ոչ թե տարանջատել։ Այսինքն ասածս իմաստը այն է, որ ծայրահեղությունների մեջ չպիտի ընկնել, այսինքն նայած տեսանկյունից եւ Բրոնլեը կարող է լինել ուղենիշ եւ Բրուբեյքերը։ Նույնիսկ ընտրկնում ես դեմ եմ խիստ տարանջատումների, որ մենք ուսումնասիրում ենք հայկական ինքնություն, օրինակ, դրա մասին գուցե դու առանձին կզրուցենք, հայկական ինքնության ուսումնասիրությունը, գոնե այն մոդելի, որ կաշխատի 1000 տարուց ավել, որը կձևավորվի 4-րդ դարի վերջերից սկսած, 5-6-րդ դարերում, այդ մոդելի հաջողությունը ինձ թվում է նրանում է, որտեղ չկային այդ հակադրումները, այլ կար փորձ դրանք ձուլել ինչ-որ մեկ միասնական սինթետիկ համադրական համակարգի մեջ։ Այս իմաստով խորհրդանշական է այն, որ նման մոտեցումը արտահայտվում է այդ մշակույթի տարբեր ոլորտներում, օրինակ փիլիսոփայության մեջ դա փայլուն ձևով արտահայտի Դավիթ Անհախտը, Դավիթ Անհախտի փիլիսոփայական համակարգը, հատկապես սահմանք իմաստասիրության հռչակավոր երկը, փայլուն օրինակը թե թեերը ոնց կարան եւեր դառնալ, այսինքն ոնց է տեսակետները, որ թվում է հակադիր են եւ այդպես միշտ ներկայացվել է, ոնց են Դավիթ Անհախտի կողմից ձուլվում մեկ միասնականության մեջ, որովհետեւ նա ցույց է տալիս, որ այս դիրքից այս տեսակետը իհարկե ընդունելի է, բայց այս դիրքից այս տեսակետն ընդունելի է եւ միասին իրենք ոչ թե պիտի հակադրվեն իրար, այլ միասին իրենք տալիս են ամբողջական ինչ-որ մի մոդել, ամբողջական պատկեր իրականության, երևույթի, ոլորտի։ Մենասերակցությունը ներկայորս խիստ ծայրահեղ տեսակետների կրող է, այսինքն այդ դες համարվում խիստ բացասական, որ հասարակության մեջտեղը միջի դիրքը գրեթե բացակայում է, գրեթե բոլոր հարցերով, որոնք ունեն կարևոր հասարակական հնչողություն, մենք ունենք բևեռացում, ունենք այս տեսակետը եւ դրան հակադիր այլ մյուս տեսակետը, իսկ մեջտեղը գրեթե չկա։ Նույնը վերաբերում է այս հարցին, այսինքն էթնոմշակութային մոդելը հայ ազգի կամ հայ ազգի իբրև մշակութային ամբողջ եւ հայ ազգը իբրև պետական ազգ։ Այդ ճակատագրի բերումով չունենալով երկար դարեր սեփական պետություն, մեր մոտ գործել է իհարկե էթնոմշակութային մոդելը, որը եթե մենք այսօր կարող քննադատաբար մոտենանք, ասենք, չգիտեմ, հայկական պետության, արդի պետության զարգացման դիրքից միգուցե ինքը խոչընդոտում է ինչ-որ պրոցեսների, բայց իրականում մենք միաժամանակ պիտի գիտակցենք, որ հենց այդ մոդելի շնորհիվ հայերը չունենալով պետություն կայացել են իբրև շատ հետաքրքիր ազգ, իհարկե հայերեն լեզուն ազգ բառը մենք ընդունում ենք, գուցե արևմտյան որոշ հեղինակներ դա nation չանվանեն, բայց մենք հասկանում ենք, որ գործել է շատ հետաքրքիր մի մոդել, որը թույլ է տվել հայ մնալ եւ առանց սեփական պետության բավականին մոբիլիզացված մշակութային, կրոնական, կրոնադավանական առումով եւ թույլ է տվել հայ մնալ ոչ միայն սեփական հայրենիքի տարածքում, այլ նաեւ հայ մնալ սփյուռքի տարբեր համայնքներում։ Այլ հարց է, որ անկախություն ձեռք բերելով եւ զարգացնելով արդի Հայաստանի Հանրապետությունը, իհարկե այդ ֆենոմենը պետականության իհարկե չի կարող այս կամ այն կերպ չազդի ինքնության ձևափոխման վրա։ Այլ հարց է, թե այդ երկուսը ոնց համատեղել։ Եվ նորից եմ կրկնում, այսօր կոչերը հնչում են մեր հասարակության մեջ, որոնք կարելի է սկզբունքորեն անվանել ինքնության զարգացման կամ մոդեռնիզացիա արդիականացման ինչ-որ նախագծի, ինչ-որ նշույլներ, շատ հաճախ դա ընկալվում է ոմանց կողմից իբրև փորձ հակադրել
էթնոազգային, էթնոմշակութային այդ մոդելին հակադրել պետական ազգի ապագա մոդելը։ Այսինքն ստացվում է, որ եթե քանի էսի կա, այս մեկը չի կարող գործի, իրականում նորից ելնելով համադրական դիրքից ես համարում եմ, որ խնդիրը ոչ թե մեկով մյուսը փոխարինելու մեջ է, խնդիրը մեկի վրա մյուսը նստեցնելն է, կառուցելն է, շերտավորելն է։ Եվ դա փաստորեն, եթե նայենք վերջի 100 բան ավել տարիների զարգացման համաշխարհային փորձում, մա խնդիրը ոչ միայն մեր հասարակության առջև է կարողացած եղել, մա խնդիրը լուծել են նաև այլ հասարակություններում, եւ երբեմն դա շատ հաջող է լուծվել, այսինքն պահպանելով որոշ հիմնարար սյուներ ազգային, էթնիկ, մշակութային ինքնության, դրա վրա կառուցվել է նաև պետական ազգի ինքնության մոդելը, եւ ինչքան դա հաջող է համադրվում, այնքան հաջող է այդ պետության մոդելը, ոչ միայն ազգի, նաև պետության մոդելը։